Պարոն Պետրոսյան, ես փորձեմ կոնցեպտուալ մի հարց տամ, հետո ելույթում կբացեմ։ Ձեր տեսանկյունով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ գործառույթների վերահսկողության ինչ տարբերություններ պետք է լինեն։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Խաչատրյան։ Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման վերահսկողությունների տարբերությունը պետք է բացառապես ելնեն այն սահմանադրական նորմից, որ տեղական ինքնակառավարում առհասարակ մեր երկրում ինքնավար է, ինքնուրույն է, բայց դա չի ենթադրում, որ ի տարբերություն պետական կառավարման համակարգի մարմինների, տեղական ինքնակառավարման մարմիններում պետությունը որևէ վերահսկողական գործառույթ չի կարող իրացնել։ Հայաստանի Հանրապետության իրավազորության վարչական սահմանների ներսում գտնվող ցանկացած միավորում, այդ թվում նաև սահմանադրությամբ ինքնավար կարգավիճակ ունեցող տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են գործել սահմանադրության եւ ՀՀ օրենքների շրջանակներում, այդ թվում նաև թիմ մարմինների ներկայացուցիչները համայնքի ղեկավար եւ ավագանին իրենց գործունեությունը ծավալում են բնականաբար օրենսդրության շրջանակներում։ Այդ օրենսդրության կիրարկման նկատմամբ ըստ ոլորտների եւ տեղական պետական կառավարման մարմինների լիազորությունից բխող վերահսկողություն իրականացնում է պետական վերահսկողական ծառայությունը, կապ այստեղ տրամաբանական է։ Չգիտեմ որքանով կարողացա պատասխանել ձեր հարցին։ Պարոն Պետրոսյան, բնականաբար բոլորը երկրում պետք է օրենքներին ենթարկվեն, որևէ մեկը չի ասում, որ պետական վերահսկողական ծառայությունը պետք է չվերահսկի որևէ մարմնի գործառույթ։ Իմ ասածը այլ է, այսինքն մոտեցումներում վերահսկողության փիլիսոփայության մեջ ինչ մեթոդաբանություն նույնիսկ կարող ենք այդքան մանրամասն իջնել։ Ինչ տարբերություն կա, չէ՞ որ գնում եք վերահսկելու, ենթադրենք պետական կառավարման մարմին, դիցուք էկոնոմիկայի նախարարության գործունեությունը, եւ գնում եք վերահսկելու թե էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակված մարդիկ, որոնք որևէ ընկերության խորհրդի անդամ են եւ ներկայացնում են պետության շահերը, այսինքն գնում եք վերահսկելու այդ ընկերության գործունեությունը, մոտեցումները տարբեր են։ Ակնհայտ է։ Հիմա դա համար էս մոտեցումների այդ կոնցեպցիայի տարբերությունն եմ ուզում հասկանալ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ դիտարկման համար, պարոն Խաչատրյան, իմ խոսքում էլ ասացի, նաև մեր նախորդի քննարկումների ժամանակ էլ քննարկել ենք ու շնորհակալ եմ այդ առողջ քննարկումների համար։ Պետական մարմիններում մեր ծառայությունը իրականացնում է նաև գործունեության արդյունավետության վերահսկողություն։ Ինչպես դուք նշեցիք, էկոնոմիկայի նախարարության օրինակով կամ X ընկերությունում պետական լիազոր մարմնի ներկայացուցիչ լիազորությունների նկատմամբ արդյունավետ է գործում այդ ինստիտուտը, թե ոչ։ Նաև դրա չափորոշիչները մենք ունենք գնահատականի, որը ուսումնասիրում եւ զեկուցում ենք տեղեկանքի տեսքով հանրապետության վարչապետին։ Տիմ մարմիններում մեր վերահսկողությունը սահմանափակվելու է բացառապես օրինականության, այսինքն տիմ մարմինների ընդունած որոշումների, դրանց կիրարկման, պետական միջոցներից ստացված դոտացիաների, սուբվենցիաների ու սուբսիդիաների ծախսման ուղղությամբ ընդունված որոշումների օրինականության նկատմամբ հայեցողությունը, առաջնահերթությունը, քաղաքականությունը կամ այսպես ասեմ ճակերտավոր կամայականությունը բացառապես թողնված այդ մարմիններին եւ դրանք ըստ քաղաքական նաեւ գնահատականի բնականաբար իրենց հենարանը հանդիսացող ավագանու ինստիտուտի սկողության ու վերահսկողության տակ են։ Մենք վերահսկել ենք բացառապես տիմ մարմինների պետական միջոցների ծախսման օրինականությունը։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։